Պարոն Միրաքյան, Կանադայում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նախնական տվյալների համաձայն իշխող խմբակցությունը փոքրամասնությամբ կանցնի խորհրդարան, երկրորդ տեղում պահպանողականներն են, լիբերալները փաստորեն հաղթեցին, բայց հաղթեցին փոքր ձայներով եւ անհրաժեշտ ձայներ չունեն այլևս մեծամասնություն կազմելու համար։ Ինչով է սա պայմանավորված, արդյոք այն տենդենսն է, որի մասին առիթ ենք ունեցել մենք ձեզ հետ խոսելու, որը կարծես թե թելադրվեց Միացյալ Նահանգների կողմից, լիբերալ ուժերը, ազատական ուժերը կարծես թե նահանջ են ապրում, ընդհանուր իրենց տրամաբանությամբ, գաղափարախոսությամբ, սա կարծես Միացյալ Նահանգների թելադրած կանոններն են, նոր կանոններն են, արդյոք սա էր պատճառը թե ոչ, եւ քաղաքական ճգնաժամի մասին մենք կարող ենք խոսել Կանադայում, թե ոչ։ Չէ, չեմ կարծում որ քաղաքական ճգնաժամ կա Կանադայի մեջ։ Ասենք որ եթե հունվարին նայեիր թե ինչպես պիտի լար այս ընտրությունները, ինչ կսպասվեր, ազատականները պիտի գործընծնեին, պիտի լային ոչ թե փոքրամասնություն, բայց պիտի քրեթև չնչվեին։ Կսպասվեր որ պահպանական կուսակցությունը չախչախիչ մեծամասնությամբ պիտի շահեր եւ Քրեթե եթե մարդու ջամփուն վրա հարցնեիրն քվեբիդի դաս ազատական կուսակցության ոչ կսեին Թրուդոին մանավանդ ժողովուրդը հոգնած էր Թրուդոյեն Թրուդոն հրաժարեցավ եւ նոր վարչապետ եկավ Մարկ Քարնի կամ մեր հայերը Գարնի գսեն եւ Մարկ Քարնին երբ որ վարչապետ եղավն նույն ադեն Թրամփը սկսավ Կանադայի թեմ նախագահ Թրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգներուն սկսավ Կանադայի թեմ խոսիլ, թե Կանադան պետք չէ երկիրը լա։ Գարձես թե ինքը Ալիևեն էջմը կփան ընթորինագած էր այդ ծևով թե գորոշե թե ինքը ով երկիր գնալալ եւ ով երկիր չի գնալալ եւ իր որոշումի մեջ գար թե Կանադայի սահմանը պետք չէ հոնելա եւ պետք է Կանադան միան նահանգ մլա Ամերիկայի Միացյալ Նահանգներուն։ Ուրեմն Կանադայի ժողովուրդը Ադե բավական բարգացավ, զայրացավ ասենք, չէ, եւ բավական փոփոխություն եղավ այն ադեն։ Մեկը Կանադայի ժողովուրդը փնտրեց մեկը, որ վարչապետը լավ, որ գրնար Թրամփին հետ ծևով լեզու գտնել կամ նույնիսկ ընդդիմությունը լալ եւ կարծեմ թե վարչապետ Քարնին ժողովրդին մտքին մեջը ավելի պատրաստ էր այդ կորձին համար, քան թե պահպանողականներուն ղեկավարը Պիեր Պոլիևրը։ Ուրեմն այդ պատճառով բոլորովին փոխվեցավ ընտրությունները արդյունքը եթե մենք կսպասենք որ չախչախիչ մեծամասնություն պահպանողականներուն կողմէ անանք չեղավ Թեր պահպանողականները իրենց ամենալավ արդյունք ունեցան հիմա չի շահեցան բայց ամենալավ արդյունք ունեցան այդ ծևով թե քվեներուն 41.5 արհայրուրը փերին որ ասկե 1988-ի վեր չեր դեսնված Տրամփի հայտարարությունների ֆոնին պահպանողականները քիչ ձայն վաստակեցին Իրենք չանացին անոր թեմ խոսիլ, բայց ծևոմը ժողովրդի մտքի մեջ գար թե Թրամփը եւ Պոլիևրը ծևոմը իրարու հետ կհամաձայնեին։ Հիմա չէին Պոլիևրը անընդհատ գսեր թե Կանադան պետք է իր երկիրը լա, Կանադայի կես պետք է Կանադան պահպանվեր Ամերիկայի Միացյալ Նահանգներեն, աս խոսքերը միշտ գներ, բայց ժողովուրդը չեմ գարձեր հավատաց կամ ժողովրդին բաժին մը չի հավատաց։ Ասենք որ պահպանողականներին նկատի ունեք չի հավատաց։ Այո։ Ուրեմն դարբերությունը ասենք քվեներուն շատ քիչ էր, 200 բոլոր դարբերությունը քվեներուն 43.5 արհայրուրը քվեդվին ազատական լիբերալներուն եւ 41.5-ը քվեդվին պահպանողական կուսակցության բայց դարբերություն եւ բավական մոդալ է խորհրդարանի մեջ ցայներնին 144 հատ պահպանողական ցայն կա կամ ներկայացուցիչ կա եւ 169 հատ ազատական կա հիմա 172 պետք ունի որ մեծամասնությունը լաս խորհրդարանի մեջ ուրեմն չի հասան մեծամասնության եւ ծևոմը պիտի պետք է ծևերը գտնեն որ կառավարեն փոքրամասնություն բայց վերջին 8 տարին անան կրած են իրենք ծևերը գիտեն Եվ որոնք են այդ ձևերը խորհրդարանական համակարգը ինչ է ենթադրում ինչ պիտի լինի որպես Ուրեմն կան երեք այլ կուսակցություն կա կանանչները կան որ միայն մեկ ցայն ունին մեկ ներկայացուցիչ կա բանը կա նոր ժողովրդավարական կուսակցությունը NDP New Democratic Party որ ունի 7 ներկայացուցիչ եւ կա Bloc Québécois որ Québec-ը գուզե բաժնել Կանադային իրենք 22 ցայն ունին
ասոնց մեկը պետք է լիբերալներուն հետ, ազատականներուն հետ աշխատի, կորձակցի, որ կարենան իրեն գարավարել երգիրը։ Հիմա կարծիքը այն է, որ վստահ կանանչը այդ մեկ ցայնը պիտի կորձակցի ազատականներուն հետ, ինքը անցյալին անան կրած է արդեն, եւ այդ մյուս երկու ցայները իրենք պիտի չանան տարբեր դեղերը բերել։ Բայց ադեներա պիտի լավ որ կարծեմ թե պիտի տեսնեք որ ազատականները եւ պահպանողականներն պիտի համացայնին եւ իրենք պիտի գնան իրարու հետ կառավարել։ Կանադացիները մենք թեմ չենք փոքրամասնության այս տեսակի կառավարության, որտեղ քիչ մ ավելի ինչպես ասենք ծայրահեղությունները չեն լար, չէ՞։ Հիմա չեմ ուզեր ուրիշ երկրի մասին խոսել, բայց Ամերիկայի մեջ կտեսնեք թե հիմա ամեն ինչ մեծամասնություն է մեկ գուսակցության եւ ինչպես ավելի քիչ մե իբրև ծայրահեղություն գերտա այդ երկիրը։ Թրամփը ուղերձ է հղել, շնորհավորել է Քարնիին ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում ինչ տողատակեր եք գտել, ինչ կառանձնացնեք, թե սովորական ուղերձ էր, իրականում ինչի մասին էր ուղերձը ավելի ճիշտ։ Ուրեմն ադեր միանը սա որ գուզեին հանդիպիլ երեսի եւ թե արիտներ բիլային որ իրար հետ կորձակցեին լավ տարբեր հարցերի մասին, անվտանգության մասին, լա սահմանի մասին, լա արևդուրը, լա տնտեսական հարցերի մասին, բայց կարծեմ թե վերջավորության Թրամփը մեկ բան գսե մեկ օր եւ երկրորդ բանը գսե ուրիշ օրը եւ չեն կնար վստահիլ թե որոշած է որ կանադան ալ երգիր պետք է լա կամ եթե միտքը բաղը կփոխե եւ վերջավորության ասեմ թե կարծեմ թե հոս թիվանակիրական քաղաքավարություն մնա եւ որ երկու երկրի վարչապետներ կամ նախագահներ իրար հետ գխոսին միշտ քաղաքավար պիտի լան այդ է կարծեմ միակ հիմա չեմ կարծեմ որ կնանք շատ տեսնել ասկե կամ անդրադառնալ թե դարբեր բան մգա որ Թրամփը ասան կրավ կարծեմ քաղաքավարություն է քան թե իրականեն միտքը փոխերը Մենք Քարնի կողմից լսում ենք Կանադայի գիծը, պաշտոնական գիծը որտեղ է սկսվում, եւ դա ինքնիշխանության մասին է, այսինքն նա դեմ է Թրամփի այդ հայտարարությանը, որ Կանադան պետք է դառնա 51-րդ նահանգ, բայց այդուամենայնիվ որոշակի պարզաբանումներ չկան քաղաքական իմաստով կամ ծրագրի իմաստով, գուցե նաեւ կառավարության ծրագրի ինչու՞ չէ, թե ինչպես պիտի դրան հասնել, կա որոշակի նշմարումներ տեսնում եք այդպիսի, թե ինչին է պատրաստ Քարնին, որպեսզի Թրամփի այդ ցանկությունը չիրականանա, այսպես ասենք։ Կարծեմ այդ կարևոր երեք տարբեր բան կա։ Մեկը դա որ Կանադայի մեջ ծևով բարելավենք վիճակը տնտեսական ծևերով ներքին մեր տնտեսությունը այդ է որ մեր նահանգներու միջև արևդուրը ավելի շատ նա եւ ավելի թյուրինը լա թե Կանադայի մեջ ավելի տնտեսությունը բարելավել ինչ ծևերով որ գնա գտնել անի առաջինն է ուրեմն իբր երգիր մենք քիչ ավելի զորավոր լանք որ ցցնենք Թրամփին թե Կանադան իրականեն երգիր է որ գնա իր մինագը մնալ տնտեսական ծևերով նույնիսկ եթե Թրամփը մեր թեմ դուրք կամ հարկ փերը երկրորդը կարծեմ թե կարևոր է որ կգարձե թե ինքը Թրամփին հետ լեզու պիտի գտնի ծևոմը պիտի ասե որ նայր մենք մեր սահմանը կպաշտպանենք ամերիկայի անվտանգությունը մեզի համար կարևոր է համաշխարհային կետնի վրա մենք ավելի Թրամփի պիտի ծախսենք անվտանգության պաշտպանության վրա մեր փանակին մեր զորքին վրա նաև կարծեմ թե պիտի ասեն թե լա Կարծեմ թե ներքախտի հարցերով հոնա կարևոր է պիտի ասենք որ մեր սահմանը պիտի կոչենք որ այդ տեսակի ներքախտ չլա թե Ամերիկա հիմա իրականեն ավելի Մեքսիկոյի սահմանն է որ այդ տեսակի հարցեր կան բայց նաև Թրամփը միշտ Կանադային գսե որ Կանադայի սահմանն է շատ բաց է ուրեմն այդ կոմեն կարծեմ թե լեզու պիտի գտնե եւ վերջինն է պիտի լա որ կարծեմ թե ուրիշ երկիներու հետ պիտի չանա արևդուրի համացանություններ գտնել լա Եվրոպայի միության հետ լա Հնդկաստանի հետ չեմ գարձեր Չինաստանի հետ գարձեմ թե ուրիշ խնդիրներ կա Կանադան եւ Չինաստանի միջև բայց այլ երկիներու հետ Ավստրալիա Եվրոպա միացյալ թագավորությունը այս սակի երկիներու հետ մեծ մասամբ Նաև տեսակետ կա, որ փոքրամասնության կառավարությունը Կանադայի պատմության մեջ երկար կյանք չի ունեցել։ Արդյոք այդպես է թե ոչ եւ այս ընտրություններից հետո հաջորդը երբ է կայանալու, եթե ամեն ինչ օրենքով գնա։
Գարձեմ թե հadoop դեր մնենք։ Հիմա այդ երրորդ չորրորդ կուսակցությունը նոր ժողովրդավարական կուսակցությունը NDP-ն որ միան 7 ցայն ունի, ղեկավարը չունի, ղեկավարը հրաժարեցավ, Թրամփ չունի, պատրաստ չէ որ ընդրության երթա։ Ուրեմն գարձեմ թե այդ 7 անձերը որ բավական են որ փոքրամասնությունը կարենան բահել, որ գարավարե ազատական կուսակցությունը իբրև գարավարություն միան իրենց 7 ցայներով Կարծեմ թե իրենք հիմա պատրաստ չեն որ ընդրության երթան։ Հիմա դեղեր պիտլա իրենք ունին կարմիր քիծեր, որ պիտի չի գնա անցին ազատական կուսակցությունը։ Այդ կարմիր քիծերը թեր չեն գիտեր ուր գլան, բայց կարծեմ թե ամենակիչը 2 տարի ասկե պիտի թիմանա այս խորհրդարանը։ Եվ կառավարությունն այդ սևեր ունի որ քիչ ավելի է երկարացկե անիկա եթե պետք է լա գնան խորհրդարանը լուծել, գնան ուրիշ սևերով իրենք երկարացկել իրենց կառավարական այս վիճակը եթե ինձի հարցնեք նկարծեմ թե լման 4 տարին չի մնար միան որտեղ միշտ կարծիք մգա կառավարական այդ գուսակցությունը որ կառավարե իրենց մտքին մեջ է թե գնանք մեծամասնություն մշահիլ դեղ մգա հասնի որ կգարձեն թե այդ չափ ժողովրդին հետ գրծած են լեզու գտնել թե իրենք պիտի ընդրվին չէ իբրև մեծամասնություն ուրեմն իրենք են որ կչանան ընդրվել այդ է որ գարջ կմնա կյանքը մեծ մասամբ ուրեմն այս անգամ կգարձեմ 3 տարի են այդպես բան մգլա որ նորեն ընդրության գերտանք տաշնակցային ընդրություն գլա նորեն 3 տարի են Եվ վերջին հարցը, այս հարցը ես մեկ անգամ ձեզ արդեն տվել եմ, բայց այն ժամանակ կառավարության կազմը նոր էր պատրաստվում փոխվել, հետո փոխվեց եւ հիմա մենք տեսնում ենք ազգային ժողովում խորհրդարանական նոր պատկեր եւ այս ֆոնին արդյոք կառավարության կազմի փոփոխություն սպասվում է թե չէ եւ մասնավորապես կանադայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող հայամետ Մելանի Ժոլին կարող է փոխվել մեկ այլ անձով թե ոչ եւ այս իմաստով ինչ կարող եք ասել Մարդ չի գիտեր կան ուրիշ անձեր որ գարձեմ թե այս կորձը կփնտրեն որ եւ եղած են ուրիշներ որ գսեն որ թե իրենք կուզեին որ արտկորձ նախարարը լալ կանադայի Բայց նաև գարձեմ կորձը փոխվել է գարձեմ արտկորձ նախարարին կորձին մեծ բաժին է բիդլա ամերիկայի միացյալ նահանգներու հետ հարաբերությունները որ չեմ գարձեր որ Փամմնե որ Մելանի Ժոլին մասնակցություն ունի, չէ, իր մասնակցությունը ավելի համաշխարհային կետնի վրա էր, ուրիշ եւ ուրեմն գարելի ինքը ծևովը գփաժնեն այս երկուքը, թե մեկ նախարար գլա որ Միացյալ Նահանգներուն հետ այս համագործակցությունը եւ մեր հարաբերությունները կանադայի հարաբերությունները միան ադոր բաշտոնոնի եւ մեկը գլա որ ավելի համաշխարհային կետնի վրա լա Եվրոպան, լա Հայաստանը մեջ լալով Ուրեմն կարծեմ թե եթե անանկը լա ավելի վստահ գլամ թե Դիգին Ժոլին գլա արտգործ նախարարը այդ համաշխարհային կետնի վրա բայց երբեք չենք գիտեր հիմա ասեմ թե ամենակարևոր այդ բանը աներ որ երբ որ եղավ ազատական կուսակցության ղեկավարի ընդրությունը որ որոշեն թե ով է ղեկավարը Մելանի Ժոլին եղավ ամենաառաջին անձերեն մեկը որ աջակցությունը տվավ Carney-ին եւ Quebec-ի մեջ ինքը կորձ դարավ Carney-ին համար որ ընդրվի իբրև ազատական կուսակցության ղեկավար եւ կարծեմ թե անիկա կհիշվի ուրեմն ինքը հոն ծև ունի որ գնա երթալի բասություն ունենալ Carney-ին վրա եւ ասա որ նա ես քեզի օգտակար եղա դու նա ինձի պետք է օգտակարը լաս բայց նաեւ ես չեմ գիտեր թե իր միտքի ինչ է թե գուզե այս կորձն է շատ դժվար կորձ է այս օրերս ասենք թե աշխարհի շուրջ ամեն անկյուն հարց մգա Երկու արտգործ նախարար կարող է ունենալ երկիրը թե դուք ուրեմն մեկ հատ փոխնախագահ եղած է անցյալին ուրեմն եղավ որ արտգործ նախարարը եղավ ադենը որ շամպանիներ եւ ժոլիներ ասիրգու անցերը եւ Քրիստոֆեր Ֆրիլանդը որ այնադեն փոխվարչապետ էր եւ ինքը եւ եղած է նախկին արտգործ նախարար եղավ կանադա ամերիկա հարաբերություններու պաշտոնը ունեցողը ուրեմն սեբեգա որ եղած է անցել այս կառավարության մեջ ոչ թե այս վարչապետով հիմա չեմ գիտեր թե այս վարչապետը թե ինչ են իր մտածումները ես երբեք չեմ հանդիպած անձը եւ երբեք չեմ գնացել ոչ ալ անձեր որ շատ մոդիկ են իրենց անոնցա չեմ հանդիպած առաջին անգամ լալով ասեմ թե ամեն ուրիշ կանադայի անց որ վարչապետ եղած է վերջին 30 տարվան մեջ մենք իբրև հայ քաուտ բայց ես անձնապես նաեւ երբ որ իրենք թեր
ընտիմություն էին, հանդիպում ունեցած ենք, բայց այս անգամ աչափարակ եղավ, որ անցին հետ չենք հանդիպած եւ երբեք չեմ գնացել, թե ինչ է իր միտքը, թե ինչ կմտածե։